Biz nasıl Karabağ'a girdiysek... Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçer. Բարև ձեզ, եթերում իրական Թուրքիա նախագիծն է։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հայտարարությունները Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին կամ ավելի ճիշտ Հական Ֆիդանի ոչինչ չանելու մաստեր-կլասը, որովհետև այս թեմային անգամ թուրքական մեդիան անդրադարձավ նվազագույն չափով, որովհետև հրահանգ չկար թեման տաքացնել։ Ֆիդանն ասել էր, որ Թուրքիան կբացի սահմանը, կկարգավորի հարաբերությունները, երբ Երևանն ու Բաքուն ստորագրեն խաղաղության համաձայնագիր կոչվածը, երբ Հայաստանը կատարի երկու նախապայմանները՝ փոխի սահմանադրությունը եւ բացի Զանգեզուրի միջանցք կոչվածը։ Թուրքական դիվանագիտության դասական մեթոդն է խոստանալ ամեն ինչ, պահանջել անհնարինը, թեև Փաշինյանի պարագայում անհնարին ձևակերպումը տեղին չէ, եւ ձևանալ խաղաղության աղավնի։ Թուրքիայում Հայաստանի ուղղությամբ անգամ ջանք չեն թափում, նոր մեթոդներ չեն հորինում, ամեն ինչ կանխատեսելի է, այս պատմության նպատակն ու ավարտը նույնպես։ Ինչևէ, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, որն Անտալիայի դիվանագիտական ֆորումին թուրքական մեդիայի առաջ Էրդողանից խնդրել էր որևէ առաջընթաց Հայաստան-Թուրքիա կամ Հայաստան-Ադրբեջան թրեքերում, այլապես Փաշինյանը հավերժ չէ եւ առաջիկա 2026-ի ընտրություններում կարող է հարցերի առաջ կանգնել, արձագանքեց Ֆիդանին։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է դրականորեն անդրադառնալ Ադրբեջանի հետ կարգավորման վրա, ասել է Միրզոյանը։ Այս նկատառումը իհարկե Թուրքիայում ոչ ոքի չի հետաքրքրում։ Իրական Թուրքիա նախագծի այս թողարկմանը դիտեք։ Սելջուկների եւ Օսմանի թորներն եք, ում հողերի վրա է աչք դրել Թուրքիայի նախագահը հիմա կամ Էրդողանի սրտի աշխարհագրությունը։ Biz Selçuklu'nun torunlarıyız, biz Osmanlı'nın torunlarıyız. Էրդողանի մերձակաշրջապատը Սյունիքի հետ է կապում Թուրքիայի ապագան։ Zengezur koridoru. Բաքվում բաց են հայտարարում Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջի հետևում նաև Թուրքիան է։ Türkiye'ye karşı Ağrıdağ iddiasının da arxiva gönderilmesi demek. Եվ հարցազրույցներ Աբհինավ Բանդյա խաղաղության համաձայնագիրը մարտավարություն է, որը հարմար է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին։ I think this is not just about the corridor. I guess, it's more about the revisionist mindset. They want to implement some major cartographic changes in that vision. Հարշիտ Շարմա Հայաստանն այժմ թույլ է, բայց ով գիտի, կարող է ուժեղանալ 20-30 տարի հետո։ Armenia is weak right now. But who knows, they'll get stronger in the future. Maybe 20 years from now, 30 years now, even earlier. Եվ Թորնիկե Շարաշենիձե Փաշինյանի զիջումները Ադրբեջանը կարող է ընկալել որպես թուլության նշան եւ պահանջել ավելին։ When you are too much, let's say, open for, concessions, then the other side may take it as a weakness, of course, and ask him for even more. Եվ այսպես, Բաքվի շքերթին մասնակցած Էրդողան, որն իր ելույթում երախտագիտությամբ էր հիշել Էնվերին, Հայոց ցեղասպանությունը կազմակերպած եւ իրագործած Թալյատ Էնվեր Ջեմալ Եռյակից եւ Նուրիին, Կովկասի իսլամական բանակի հիմնադրին, որը կազմակերպեց Բաքվի 30,000 հայերի կոտորածը։ 1918 yılında 1918 թվականին Բաքուն օկուպացիայից ազատագրած Կովկասի իսլամական բանակի բոլոր նահատակներին, մասնավորապես Էնվեր Փաշային եւ նրա եղբորը Նուրի Փաշային երախտագիտությամբ եմ հիշում։ Enver Paşa'yı ve kardeşi Nuri Killigil Paşa'yı bir kez daha minnetle anıyorum. Վերադառնալով Անկարա, Թուրքիայի Մեջլիսում կուսակիցների առաջ Էրդողանի ելույթից առավել պարզ ու հստակ է դառնում, որ Էնվերին եւ Նուրիին հիշատակելը ուղերձեր ոչ միայն հայերին, այլև Բաքվին, որ Ադրբեջանը թուրքական նախագիծ է, որ Էնվերն ու Նուրին են այդ նախագծի հեղինակները, բայց նախ առաջարկում ենք տեսնել, թե ինչ մթնոլորտում են անցնում Էրդողանի ելույթները Մեջլիսում իր կուսակցության ներկայացուցիչների առաջ։ Սա
Էրդողանի համար ամենահարմար ամբիոնն է։ Էրդողանին փառաբանում են, ելույթը պարբերաբար ընդհատում ծափահարություններով ու քծնանք վանկարկումներով։ Այդ պահերը Թուրքիայի նախագահը վայելում է մեծ հաճույքով, բեղի տակ ժպիտը չթաքցնելով։ Եվ ահա այստեղ մոտ 1 ժամանոց ելույթ է ունեցել Էրդողանը, ելույթի առաջին 20 րոպեն Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության հախից գալու, վերջին 20 րոպեն քրդերի հետ հաշիվները մաքրելու մասին էր, իհարկե փաթեթավորված բարության եւ խաղաղության բառերով։ Ելույթի մեջտեղում Էրդողանն արել է հայտարարություններ, որոնք ուղիղ առնչվում են Հայաստանին, որոնց մասին պետք է իմանալ։ Հայաստան բառն ուղիղ չի ասել, բայց երկու անգամ հիշել է թուրքերի պատմական անցյալը՝ Օսմանյան եւ Սելջուկյան։ 1000 yıldır üzerinde yaşadığımız toprakların vatan hüviyetini Մենք արյունով եւ կյանքով վերահաստատեցինք այս հողերի ինքնությունը, որոնց վրա ապրել ենք 1000 տարի, մինչ մենք ստեղծում էինք մեր անկախ պետությունը այստեղ Անատոլիայում եւ Թրակիայում։ kurarken Osmanlı bakiyesi topraklar üzerinde de çok sayıda yeni devlet inşa edildi. Բազմաթիվ նոր պետություններ ձևավորվեցին Օսմանյան կայսրությունից մնացած հողերի վրա։ Ֆիզիկական սահմաններ գծվեցին մեր եւ բարեկամ եղբայրական ազգերի միջև, որոնց հետ կիսել ենք ընդհանուր ճակատագիր դարեր շարունակ, ավելի քան 1000 տարի։ Sınırlar çizildi. Bakınız şunu Եկեք ամբողջ սրտով ցանկանանք, որ մեր ազգի յուրաքանչյուր ներկայացուցիչ, հատկապես մեր երիտասարդները իմանան եւ հասկանան, որ մենք պետություն չենք պետությունների մեջ, մենք ազգ չենք ազգերի մեջ։ gençler unutmayın, devletlerden bir devlet değiliz. Biz milletlerden bir millet değiliz. Biz Selçuklu ve Osmanlı gibi Մենք մի ազգի ներկայացուցիչներն ենք, որին հոգում եւ մտքում դեռ կենթանի է պահում երկու մեծ համաշխարհային տերությունների՝ Սելջուկների եւ Օսմանյան ժառանգությունն ու փորձը։ diri tutan bir milletin fertleriyiz. Թուրքիայի նախագահը փաստացի գլուխ է գովում պատմական Թուրքիայով, թուրքերի այն պատմությամբ, որը հայապատկան հողերում պետություն է ձևավորել։ Էրդողանը հիշեցնում է, թե դրանից հետո Օսմանյան կայսրության հողերի վրա նոր պետություններ ձևավորվեցին։ Հիշում է թուրքերի սելջուկներով եւ Օսմանյան պատմական անցյալը, որում հայրին կոտորել են, ցեղասպանել են, եւ պահանջում, որ թուրք երիտասարդները հպարտանան իրենց այդ անցյալով։ Էրդողանը շատ լավ հասկանում է, թե ինչ են նշանակում իր այս հայտարարությունները ու փորձում է պատասխանել նրանց, ովքեր զգոն են ու հասկանում են նման հայտարարությունների բովանդակությունն ու հավակնությունը։ Hiç kimse bu sözlerimi farklı yerlere çekmeye yeltenmesin. Ոչ ոք թող սխալ չմեկնաբանի իմ այս խոսքը։ Bizim hiçbir ülkenin topraklarında gözümüz yoktur, olamaz. Ես միշտ եմ ասում, մենք աչք չունենք որևէ երկրի տարածքների վրա, ոչ մի երկրի ներքին գործերը մեզ չեն վերաբերվում։ Մենք անսահմանորեն հարգում ենք յուրաքանչյուր երկրի անկախությունը։ Ancak bizim ecdadımızdan gördüğümüz üzere gönül coğrafyamıza Սակայն չենք կարող մեզ թույլ տալ այն շքեղությունը, որ մեջքով շրջվենք դեպի մեր հոգևոր աշխարհագրությունը եւ մարդկային արժեքները։ Եվ հաջորդ իսկ նախադասությամբ իր ոճով իրեն հարմար մի բանաստեղծի մեջ բերելով թվում է այն տարածքները, որոնք կամ թուրքերն արդեն վերահսկում են պատմական որևէ անարդարությամբ ու հանցագործությամբ, կամ հիմա են աչք դրել այդ հողերի վրա։ seni sevenlerin artar efkarı. Kars'ı, Ardahan'ı, Erzurum, Van'ı, Belhi, Buhara. Քո աչքերը փայփայում են Կարսը, Արդաղանը, Էրզրումը, Վանը, Բալխը, Բուխարան, Ռումելիան, Բուրսան, Թունիսը, Տրիպոլին, Եգիպտոսը, Հիջազը, Բաղդադը, Բասրան, Շիրազը։ Բալխը Աֆղանստանում է, Բուխարան Ուզբեկստանում, Ռումելիան Բալկանների պատմական անվանումն է, Թունիսը Աֆրիկա է, Տրիպոլին Լիբիա, Հիջազը Սաուդյան Արաբիայում մուսուլմանների գլխավոր սրբատեղի Մեքքայով, Բաղդադն ու Բասրան Իրաքում, Շիրազը Իրանում։ Եվ այս ամենն Էրդողանն անվանում է թուրքերի սրտի եւ հոգու աշխարհագրություն, դեռ զսպում է իրեն ու բավարարում միայն հոգեվորով, բայց ավելացնում՝ ոչ ոք չի կարող ջնջել այդ աշխարհագրությունը։ Այնուհետև զգում է, որ կարիք կա նորից ասել, ուրիշի հողերի վրա աչք չունի։ Biz 2002'de iktidara geldiğimizde dedik ki
kimsenin toprağında gözümüz yok. Երբ 2002 թվականին իշխանության եկանք, ասացինք, որ ոչ մեկի հողի վրա աչք չունենք, ոչ մեկի նկատմամբ թշնամանք չունենք, բայց մենք նաև ասացինք, որ սիրով կընդունենք մեր սրտի աշխարհագրությունը, որպես պատմական պատասխանատվություն մենք կրկին մեր երեսը դարձել ենք դեպի մեր sırtı այն կողմը, դեպի որը Թուրքիան տարիներ շարունակ մեջքով էր շրջվել։ Bir tarihi vazife olarak yüzümüzü döndük. Biz ülkemizin sınırları içinde kalacağız. Որը փորձել են մոռանալ եւ մոռացնել։ Մենք կմնանք մեր երկրի սահմաններում, մենք մեր արյունով եւ կյանքով կպաշտպանենք այդ սահմանները, բայց ոչ ոք չի կարող սահման դնել մեր սրտի աշխարհագրության վրա։ Ինչու նայել այդ աշխարհագրությանը, բացատրությունը մեկն է եւ գործնական առաջին քայլը արդեն արված է։ Սիրիա Էրդողանը հրապարակավ հայտարարում է Սիրիայի փողոցներում մարդիկ աղոթում են թուրքերի համար, թուրքերեն են խոսում։ Şam'ın, Halep'in, Hama'nın, Humus'un Դամասկոսի, Հալեպի, Համայի, Հոմսի եւ Լաթաքիայի փողոցներում թուրքերենը դարձել է երկրորդ լեզու։ Սա բացահայտ հայտ է, ոչ թե խաղաղության, ինչպես պնդում է Էրդողանը, այլ այդ հողերի վրա իր օսմանցի պապերի կորցրած սեփականության իրավունքը վերահաստատելու եւ ոչ միայն այդ հողերի։ Էրդողանը խոսում է Թուրքիայի ազգային անվտանգության մասին եւ հայտարարում. Թուրքիայի ազգային անվտանգությունը անկախտելիորեն կապված է Ադրբեջանի անվտանգության հետ, բայց ոչ միայն։ Թուրքիայի նախագահն ակնհայտորեն որոշել է առավելագույն չափով ընդլայնել ազգային անվտանգություն եզրի բովանդակությունը Թուրքիայի համար կամ առնվազն այդ եզրի իր ընկալումը։ Ադրբեջանից բացի բավական տպավորիչ ցուցակ է ներկայացրել 7 պետությունների անուններով, որոնց անվտանգությունն իբր ուղիղ առնչվում է Անկարային։ Ադրբեջանից բացի Իրան, Սիրիա, Պաղեստին, Կիպրոսի օկուպացված Հյուսիս, Իրաք եւ անգամ Ուկրաինա։ Suriye'nin güvenliği unutmayın. Bizim güvenliğimizdir. Filistin'in, Sudan'ın, Azerbaycan'ın Սիրիայի անվտանգությունը մի մոռացեք, մեր անվտանգությունն է։ Պաղեստինի, Սուդանի, Ադրբեջանի, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության, Իրաքի, Իրանի, Ուկրաինայի անվտանգությունը մեր անվտանգության հետ ուղիղ կապված է։ Հաջորդ րոպեին Էրդողանը նորից հիշում է Սելջուկ եւ Օսման պապերին, պահանջում, որ թուրք երիտասարդները չմոռանան պատմական Թուրքիան։ Հիշեցնենք, Հայաստանում Փաշինյանը, եթե ձևակերպենք մեղմ, քարոզում է առավել կարևորել ոչ թե պատմական, այլ իրական Հայաստանը։ biz Selçuklu'nun torunlarıyız. Biz Osmanlı'nın torunlarıyız. Մենք Սելջուկի թորներն ենք, մենք Օսմանի թորներն ենք։ Եվ Սելջուկի ու Օսմանի այս թորը նույն ոգով եւս մեկ հայտարարություն է անում։ Մեջլիսի պատուհանից Բաքուն ու Դամասկոսը եւ անգամ ավելի հեռուն է տեսնում։ Այսպիսի Թուրքիայի առաջ է կանգնած Հայաստանը։ Սա է այն Թուրքիան, որին Նիկոլ Փաշինյանը անխոչնդոտ անցում է տվել Հայաստանի տարածքով, ստորագրելով փաստաթուղթը Վաշինգտոնում։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ հաղորդակցությունը։ Սա է այն Թուրքիան, որի հետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, հարաբերությունները գտնվում են ճիշտ ուղու վրա։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները իմ կարծիքով գտնվում է ճիշտ ուղու վրա։ Այս թեմայի վերջում հավելենք, որ Էրդողանի ներկայացված ելույթն ինչ որ բացառիկ դեպք չէ։ Բառացի այս տեքստով ելույթներ Թուրքիայի նախագահը բարբերաբար է ունենում։ Մեջլիսում էլ իր կուսակցության падգամավորների հետ այսպիսի հանդիպումները մշտապես են ազգայնամոլական շնչով եւ տարածքային պատմական հավակնություններով։ Հայաստանի տարածքի մասին խոսել է Բինալի Ելդրամը, Էրդողանի մտերիմ ընկերը, Թուրքիայի նախկին վարչապետ, Թուրքիայի մեջլիսի նախկին խոսնակ ու եւս մեկ փաստ այս անձի մասին։ Արցախի օկուպացված տարածքում Էրդողանին այցելից մեկի ժամանակ ուղեկցելիս նրա մեքենան վթարվել էր, ինքը ծանր վիրավորվել։ Հայաստանի տարածքի մասին Ելդրամի հայտարարություններին կարելի էր ուշադրություն չդարձնել, որովհետեւ հիմա առանձնապես որոշիչ պաշտոն չի զբաղեցնում Թուրքիայում։ Թուրքական պետությունների կազմակերպության ակսակալների խորհրդի նախագահն է, բայց այս անձը միջոց է հասկանալու Թուրքիայում Էրդողանամերձ շրջապատի առնվազն մեկ թևի տրամադրությունները։ Ելդրամը բաց տեքստով հայտարարել է, որ այն ինչ թուրքերը պատրաստվում են aնել Հայաստանի տարածքում, իր իսկ ձևակերպմամբ Զանգեզուրի միջանցքը Թուրքիայի ապագային առնչվող ծրագիր է։ Yani Türkiye'sini geliştirecek en önemli konu orta koridor. Şimdilerde
kullanılabilir hale gelecek Zengezur koridoru. Թուրքական աշխարհի զարգացնելուն ուղղված կարևորագույն քայլը միջին միջանցքի մաս կազմող Զանգեզուրի միջանցքն ամբողջությամբ գործարկելն է։ Դրանից հետո թուրքական աշխարհի հարստությունը եւ ռեսուրսները կծառայեն թուրքական ժողովուրդներին։ Hasredilecek hale gelecek. Թուրքիայում պաշտոնապես ու նաև դասագրքերում կենտրոնական Ասիայի երկրները կոչում են Թուրքեստան ու ահա թե ինչպես են դա անում գործնականում դրսևորելով Թուրքիայի հավակնությունները, որոնք նոր շունչ են առել խորհրդային միության փլուզումից հետո։ Biliyorsunuz 76 yıl Türk devletleri ve o Türkistan bölgesinde Kafkaslar'da yaşayan Ինչպես գիտեք, 76 տարի շարունակ մեր կապերը թուրքական պետությունների եւ Կովկասում ապրող մեր եղբայրների հետ խզվել էին։ Նրանք վերջապես անկախություն ձեռք բերեցին 90-ականների սկզբերին եւ մեր հարաբերությունները սկսեցին զարգանալ, բայց մենք միայն ճանապարհի սկզբում ենք եւ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։ başındayız. Daha gidecek çok yolumuz var. Ելդերեմն ուշադրություն է հրավիրել թուրքական պետությունների կազմակերպության անդամների միջև առևտրի ցուցանիշների վրա, նշելով, որ այսօր այդ թիվը կազմում է ընդամենը $70 միլիարդ, թուրքական պետությունների արտաքին առևտրի 1.1 տրիլիոն դոլար շրջանառությունից։ Իհարկե նաև ընդգծել է 34 տարից բաղկացած ընդհանուր թուրքական այբուբենի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը։ Դրա գործնական կիրառությունը ըստ Ելդերեմի կախված է առանձին պետությունների քաղաքական կամքից։ Այս հայտարարությունից պետք է առնել առնվազն երկու հետևություն։ Թուրքիան փորձում է միավորել թուրքալեզու ժողովուրդներին եւ պետություններին փափուկ մեթոդներով, ինչպիսին օրինակ ընդհանուր այբուբենն է, եւ երկրորդ, ամեն ինչ հալած յուղի նման չի գնում։ Թուրքիային կան դիմադրողներ հենց թուրքական պետություններում, այլապես Ելդերեմը չէր խոսի քաղաքական կամքի անհրաժեշտության մասին։ Այնպես չէ, թե օրինակ Ղազախստանն ու Թուրքմենստանը երազում են մտնել Էրդողանի դրոշի տակ։ Ու սա հնարավորություն է Հայաստանի համար։ Թուրքական նախագիծ Ադրբեջան պետական քարոզչալիքները, ինչպես եւ սպասվում էր, երջանիկ են, որ Ֆիդանը նախապայմաններ դրեց Փաշինյանի առաջ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները պայմանավորելով Բաքվի գործոնով։ Բաքվի գլխավոր քարոզչալիքի եթերում ցուցադրում են Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդների հավաքին հրավիրված Ալիևի ելույթից այս հատվածը, սա եւս այս շաբաթ էր։ Строительство Зангезурского коридора на территории Азербайджана близится к завершению. Եվ Ալիևից հետո փորձում ինքն էլ, որքան հնարավոր է շատ, 5 վայրկյանում, 2 անգամ ասել Զանգեզուրի միջանցք։ Elə Zəngəzur dəhlizindən söz düşmüşkən, gəlin Zəngəzur dəhlizi fonunda dəyişən Զանգեզուրի միջանցքի մասին է խոսք գնում։ Եկեք Զանգեզուրի միջանցքի ֆոնին փոխվող գեոստրատեգիական իրողություններն ավելի լայն տեսնենք։ Սկսում է պատմել Վաշինգտոնն ու Բաքուն ամբողջ ուժով եւ ինտենսիվ քայլեր են անում Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող ճանապարհը բացող այդ միջանցքը իրագործելու ուղղությամբ, բայց Հայաստանը, ըստ Ալիևի տեսակետները ներկայացնող այս քարոզիչի, անում է 1 քայլ առաջ, 2 քայլ հետ։ Եվ հենց այստեղ է վրա հասնում Ֆիդանը, պահանջելով բացել Զանգեզուրի միջանցքը եւ փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Türkiyənin Xarici İşlər Naziri Hakan Fidanın Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հայտարարությունը Երևանում մեծ աժիոտաժի պատճառ դարձավ։ Հետաքրքիր է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հաստատվելիք համագործակցության ձևը կախված է Ադրբեջանի կողմից առաջ քաշված պայմանների կատարումից։ Բաց տեքստով նշում են, որ Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջը միայն Բաքվից եւ Արցախի մասին չէ, այլև Թուրքիայի պահանջն է։ Թուրքիան եւս դժգոհություններ ունի Հայաստանի ներկա սահմանադրությունից։ Konstitusiya dəyişikliyi yalnız bizə qarşı deyil, elə Türkiyəyə qarşı Ağrı-Dağ iddiasının da arxivə göndərilməsi deməkdir. Սահմանադրությունը փոխելը ոչ միայն մեր դեմ եղած, այլև Թուրքիայի դեմ Արարատ լեռանն առնչվող պահանջները արխիվ ուղարկելու վերաբերյալ է։ Եվ Բաքվում ավելի շատ զարմանում են Ֆիդանի պահանջներին Հայաստանում Փաշինյանի արձագանքից, նրանից թե ինչին է արձագանքել Փաշինյանը։ Ոչ թե սահմանադրությունը փոխելու պահանջին, հարաբերությունների կարգավորումը երրորդ երկրի հետ հարաբերություններով պայմանավորելուն, նախապայմանների լեզվով խոսելուն, այլ Զանգեզուրի միջանցք եզրին։ O zaman Ermənistan nədən narahatdır? Վաշինգտոնի հռչակագրի Ինչու է մտահոգված Հայաստանը։ Մտահոգության ամենամեծ պատճառը Զանգեզուր բառն է։ Narahatlığın ən böyük səbəbi Zəngəzur sözüdür. Əgər haylar da Zəngəzur dəhlizinin
İndi sizə görə olsun Trip dəhlizi. Եթե հայերը Զանգեզուրի միջանցքի լավ թող լինի Trip-ի միջանցքի, տարբերություն չկա մեզ համար Զանգեզուրի միջանցքն է։ Դրա կարևորությունը հասկանում են, ապա ում է պետք այս տերմինների խաղը։ Ընդ որում, անգամ Զանգեզուրի միջանցք եզրին Փաշինյանն այլևս այն նույն վրդովմունքով չի անդրադառնում, ինչ ՄԱԿ-ի ամբիոնից։ Մանավանդ երբ ակնհայտ է, որ Ալիևը Փաշինյանի վրդովմունքն ու դիտողությունները մեղմ ասած հաշվի չի առնում եւ շարունակում է կրկնել ձևակերպումը հատուկ եւ ամենառիթով։ Իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույց է։ Ամսվա վերջին թողարկմանը ներկայացնում ենք նախորդ շաբաթների հարցազրույցների ամենակարևոր հատվածները։ Աբհինավ Պանդյա ուսանած հիմնադրամի տնօրեն, Հնդկաստան, խաղաղության համաձայնագիրը գուցե ինչ-որ մարտավարական պայմանավորվածություն է, որը հարմար է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին։ You mentioned the possibility of Դուք նշեցիք Ադրբեջանի կողմից Հայաստան նոր ներխուժման հնարավորության մասին։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե Վաշինգտոնում խաղաղություն է հաստատվել, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր են նախաստորագրել։ Հավատում եք այդ խաղաղությանը։ Հարավային Կովկասի տարածաշրջանում հնարավոր է խաղաղություն հաստատել փաստաթղթերի դիվանագիտության միջոցով, հաշվի առնելով ադրբեջանական եւ թուրքական կողմերի մտադրությունն ու ագրեսիվությունը, որի ականատեսը եղանք նաեւ Լեռնային Ղարաբաղում։ Through diplomacy, taking into account the intention and the aggressiveness of Azerbaijani and Turkish side. We have been witnessing this in Nagorno-Karabakh. Խաղաղության համաձայնագիրը գուցե ինչ-որ մարտավարական պայմանավորվածություն է, որը դիվանագիտորեն հարմար է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին։ Եվ երբ գա ճիշտ ժամանակը, այս հակամարտությունը կարող է սրվել ցանկացած պահի։ Հիմա վերափոխվում է աշխարհակարգն ընդհանրապես։ Աշխարհում ի հայտ են գալիս բազմաթիվ հակամարտություններ, նոր թատերաբեմեր, այնպես որ չեմ կարող բացառել այս հակամարտության սրման, բռնկման հնարավորությունը ապագայում։ Միայն վերջին 5 տարում տեսանք սրացումներ առնվազն 2 անգամ եւ կա մեծ հավանականություն, որ դա կկրկնվի ապագայում։ Փաշինյանը պնդում է, թե ճանաչված եւ լեգիտիմ սահմանները, ժողովրդավարությունը առաջնային գործոններ են Հայաստանի անվտանգության համար եւ նա բանակը դնում է, կարող ենք ասել, վերջին տեղում։ Որքանով է սա տրամաբանական, հաշվի առնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի նկարտումները։ I must say that, see, if I had been in that capacity, in his capacity, if I had to decide what Armenian policy should be right now, so I would have thought of it in a slightly different manner. Պետք է ասեմ, որ եթե ես լինեի նրա պաշտոնում, եթե ստիպված լինեի որոշել, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի քաղաքականությունը հենց հիմա, ես դա մի փոքր այլ կերպ կանեի։ Հայաստանում ներքին վիճակի վերաբերյալ շատ մանրամասներ չգիտեմ, բայց եթե տեղյակ լինեի, որ բանակի ռազմական պատրաստվածությունը լավ վիճակում չէ, ապա առնվազն կձևացնեի, թե ամեն ինչ լավ է։ Այո, կհայտարարեի, թե մենք ուզում ենք ավելի շատ կենտրոնանալ դիվանագիտության, քաղաքականության եւ տնտեսության վրա, կլռեի ռազմական ուժի եւ բանակի մասին, բայց դրա հետևում կկենտրոնանայի ռազմական ուժի վերականգնման, բանակի պաշտպանունակությունը վերականգնելու վրա։ Այս ուղղությամբ կկենտրոնացնեի ամբողջ ուշադրությունը։ Giving a major focus, strong emphasis on defense and army preparations. So I will focus, I would do that. I mean, not make a lot of noise about the preparations and your plans for the military preparedness. Շատ աղմուկ չէի բարձրացնի նախապատրաստությունների եւ ռազմական գնումների ծրագրերի շուրջ, բայց այո, կսկսեի ներդրումներ կատարել այդ ուղղությամբ, քանի որ ուժեղ կարողություններով պրոֆեսիոնալ բանակ պատրաստելու համար շատ ժամանակ է պահանջվում։ 30 years, after 1992, it took them 30 years to prepare a trained, proper, functional, professional army. In Armenia's case also it Ադրբեջանի դեպքում նրանք լռեցին 30 տարի, 1992 թվականից հետո։ Նրանցից 30 տարի պահանջվեց պատշաճ գործունակ պրոֆեսիոնալ բանակ պատրաստելու համար։ Հայաստանի դեպքում նույնպես դա ժամանակ կպահանջի։ Բայց այո, սկզբունքորեն չեմ կարծում, թե միայն լեգիտիմ սահմանների եւ ժողովրդավարության վրա կենտրոնանալը բավարար է անվտանգության համար։ Ձեր ժողովուրդը դաժան տարածաշրջանում է ապրում, որտեղ բիրտ ուժ է գործի դրվում։ Հարշիտ Շարմա ռազմավարական եւ անվտանգային հետազոտությունների Նատստարտ կենտրոնի հետազոտող Հնդկաստան, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ճանապարհին դեռ շատ խոչընդոտներ կան։ So it's a very welcome step that diplomacy and dialogue have started in the region. The deal which was brokered by US on 8th August, it has not been ratified. It's not signed. So it's not. Ողջունելի է, որ այս տարածաշրջանում սկսվել է դիվանագիտություն եւ երկխոսություն, սակայն ԱՄՆ-ի միջնորդությամբ օգոստոսի 8-ի համաձայնագիրը դեռ վավերացված չէ, այն ստորագրված չէ։ Դա այս իմաստով համաձայնագիր չէ, ավելի շատ նման է փոխըմբռնման հուշագրի։
Ադրբեջանը պայման է դրել փոխել Հայաստանի սահմանադրությունը, որպեսզի վերջապես ստորագրի համաձայնագիրը։ Սա նշանակում է, որ դեռ շատ խոչընդոտներ կան։ Rivalry which both these countries have. So you also need to. So it's a war in the mind. So it's more of a psychological thing as well. Այս հակամարտությունը շատ ջուր է քաշել եւ կարող ենք ասել մտքի պատերազմ է, ավելի շատ հոգեբանական հարց է։ Երկու երկրների բնակչությունից ժամանակ կպահանջվի նաեւ իրականում գիտակցելու, որ խաղաղությունը եկել է, բայց հուսով եմ, որ կատարվածը ողջունելի քայլ է։ Վերջին մի քանի տարիներին Հարավային Կովկասում անկայունության հիմնական պատճառը տարածաշրջանում ուժերի հսկայական անհավասարակշռություններ։ Վերականգնել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, սա է խաղաղության հասնելու իրական ճանապարհը։ Would ever India Հնդկաստանը երբևէ կհրաժարվի իր հողերի որևէ մասից, օրինակ Քաշմիրից, Պակիստանի հետ խաղաղության համար։ With Pakistan. Not at all. I mean, see. Ամենևին ոչ։ Նախ Պակիստան-Հնդկաստան հարաբերություններում խնդիրը Քաշմիրի մասին չէ, այլ ահաբեկչության։ Քաշմիրը Հնդկաստանի ինքնիշխան տարածքն է, եւ նրանց ժողովուրդը հավատում է դրան։ Քաշմիրում մենք միասին ենք ապրում։ Պակիստանը պարզապես փորձում է Քաշմիրի հարցը կրկին ու կրկին բերել միջազգային հարթակներ, բայց դա դարավոր պատմություն է։ Ոչ ոք այլևս դրանով չի էլ հետաքրքրվում։ On the international platforms and forums again and again. But it's a Մեր հարաբերություններում հիմնական խնդիրը Պակիստանի կողմից հովանավորվող ահաբեկչությունն է Հնդկաստանի ներսում։ Of terrorism and Pak sponsored terrorism inside India. We can say that we are living under the same condition. Կարող ենք ասել, որ մենք իրականում նույն հանգամանքներում ենք, քանի որ Սյունիքն էլ Հայաստանի ինքնիշխան տարածքն է, Արցախն էլ հազարամյակներ շարունակ հայերի պատմական հայրենիքն է, բայց Ադրբեջանից ահաբեկման, նոր հարձակման սպառնալիքի պայմաններում ենք։ Ահաբեկում, ահաբեկչություն բառերը մեր պարագայում եւս չափազանցություն չեն լինի։ Or in Nagorno-Karabakh region, the Azerbaijani and Turkish side were using mercenaries. Մանավանդ եթե հաշվի առնենք, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ ադրբեջանական եւ թուրքական կողմերը օգտագործում էին վարձկաններ եւ կան նաեւ որոշ պնդումներ, որ Պակիստանը նույնպես միացել է այս զույգին, ականատես ենք եղել, թե ինչպես են Պակիստանի վարչապետը, Թուրքիայի նախագահը եւ Ադրբեջանի նախագահը թևանցուկ զբոսնում Լեռնային Ղարաբաղում եւ այդ տեսարանը կրում էր քաղաքական բովանդակություն, ակնհայտորեն այս եռյակին մենք պետք է ուշադրություն դարձնենք։ Something that we should pay attention. Yes, definitely. See, this is an age-old question: how to establish peace. Do you believe in balance of? Այո, անկասկած, ինչպես խաղաղություն հաստատել հարցի պատասխանը մարդիկ դարերով են փնտրում։ Երկու տարբերակ կա՝ շահերի հավասարակշռությունը, ինչը հիմնականում նշանակում է, որ կարևոր չէ, թե որ կողմն է առավելություն ունենում։ Believe in balance of power. Հաշվի եք առնում շահագրգիռ բոլոր կողմերի շահերը եւ այդպես եք խաղաղություն հաստատում։ Մյուս ճանապարհը ուժերի հավասարակշռությունն է։ Որպես ավստրիացի ռեալիստ դիվանագետ Մետերնիչիի մեծ երկրպագու, ես կարծում եմ, որ իրականում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է հավատալ ուժերի հավասարակշռությանը։ Scholar, I believe that to actually establish peace, you need to believe in balance of power, and that's where the India's partnership with Armenia is of crucial importance. Եվ հենց այստեղ է, որ Հնդկաստանի եւ Հայաստանի գործընկերությունը կարևոր նշանակություն ունի։ Կարծում եմ, որ վերջին մի քանի տարիներին Հարավային Կովկասում անկայունության հիմնական պատճառը տարածաշրջանում ուժերի հսկայական անհավասարակշռությունն էր։ Հնդկաստանը չեզոք կողմ է Հարավային Կովկասում, եւ մենք այստեղ չենք սպառազինությունների մրցավազք սկսելու համար։ Մենք չեզոք ենք, բայց մեր չեզոքությունը пассив չէ։ Սենք ենք արտահանում Հայաստան, զբաղվում ենք կարողությունների զարգացմամբ, վարժանքներ ենք անում եւ շատ ավելին։ Վերականգնել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, սա է խաղաղության հասնելու ճանապարհը։ Of power in the region, and that is the way to peace in the region. Հայաստանի տարածքում ամերիկյան ներգրավվածությամբ թուրքական նախագիծը։ Այստեղ ամեն ինչ ըստ հնդիկ մասնագետի կախված է Միացյալ Նահանգների ներգրավվածության լրջությունից եւ ծանրակշռությունից։ Եվ ամենակարևորը, Հայաստանն այժմ թույլ է, բայց ով գիտի, կարող է ուժեղանալ ապագայում 20 տարի հետո, 30 տարի հետո եւ նույնիսկ ավելի շուտ։ Ինչու են Թուրքիան եւ Ադրբեջանը պահանջում այսպես կոչված միջանցք, լավ ճանապարհ Հայաստանի տարածքով։ Եթե արդեն իսկ ունեն ճանապարհ Իրանի տարածքով եւ Իրանն անգամ առաջարկում է նորը կառուցել։ If they have route through Iran's territory. Yeah, so that's one more thing. Iran in all this has proposed that a corridor can be built, but it can pass through the territory of Iran.
Սա էլ խնդրի մեկ այլ կողմն է։ Իրանն առաջարկել է իր տարածքում կառուցել Միջանցք Թուրքիան եւ Ադրբեջանը կապելու համար, որովհետեւ Հայաստանի տարածքով Միջանցքի պարագայում Իրանը բախվում է ԱՄՆ-ի ներկայությանը, արդեն իսկ սահմանակից լինելով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ։ Հայաստանի տարածքով ԱՄՆ-ի ներգրավվածությամբ ուղին խնդիր է Իրանի ազգային անվտանգության համար։ Մյուս կողմից թուրքերի ինքնության հարցն է։ Նրանք ցանկանում են միավորվել։ Թուրքիան եւ Ադրբեջանը թյուրքական պետությունների կազմակերպության անդամ են։ Կառուցում են նոր քաղաքական ուժ այդ կազմակերպության մյուս անդամների՝ Ղազախստանի, Թուրքմենստանի հետ, փորձում են միավորվել։ Հայաստանն այժմ թույլ է, բայց ով գիտի, կարող է ուժեղանալ ապագայում 20 տարի հետո, 30 տարի հետո, նույնիսկ ավելի շուտ։ So they need to be connected. And Armenia is weak right now. But who knows? Մինչ այդ նրանք պետք է ապահովեն իրենց ամուր կապը։ Ընդ որում Թուրքիան ունի նաև ԵՄ անդամների որոշակի լուր աջակցությունն այս գործում, քանի որ Միջին Միջանցքը, Կենտրոնական Ասիայի երկրները Կասպից ծովի, Ադրբեջանի, Թուրքիայի միջոցով կկապի Եվրոպայի հետ։ Այսպիսով այս հարցում կան բազմաթիվ շահագրգիռ կողմեր։ Հորնիկե Շարաշանիձե, միջազգային հարաբերությունների դոկտոր, Վրաստան եւ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան, ինչ դրություն է տարածաշրջանում հենց հիմա։ It's getting more complicated, not because relations among us, three of us, getting more complicated, but because the whole world is becoming much more dangerous and unpredictable place. Ամեն ինչ ավելի ու ավելի բարդ է դառնում, ոչ թե մեր միջև հարաբերությունների պատճառով, այլ որովհետև ամբողջ աշխարհն է դառնում շատ ավելի վտանգավոր եւ անկանխատեսելի։ Ուկրաինայում պատերազմ է, եւ երբ այդ պատերազմն ավարտվի, ամեն ինչ այլևս նույնը չի լինի։ Պատերազմները միշտ փոխում են եղած ստատուս քվոն, եղած կարգերը, եւ այս անգամ եւս աշխարհակարգը կփոխվի։ Թվում է, թե Ռուսաստանը չի պարտվելու պատերազմում, ինչը նշանակում է, որ հավանաբար Ռուսաստանի դիրքերը կամրապնդվեն, գուցե նույնիսկ մեր տարածաշրջանում, եւ դա իհարկե մենք պետք է հաշվի առնենք։ Աշխարհակարգը այո կփոխվի, բայց հայտնի չէ, թե ինչպիսին կլինի։ Կարող ենք ունենալ տիպիկ բազմաբևեռ աշխարհակարգ՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, գուցե Հնդկաստան բևեռներով, կամ կարող ենք ունենալ երկբևեռ աշխարհակարգ։ Polar order. That's the most dangerous scenario for small states especially like Armenia and Georgia. Azerbaijan is still a different case because they are stronger and plus they have Turkey behind them. Սա ամենավտանգավոր սցենարն է փոքր պետությունների համար, հատկապես Հայաստանի եւ Վրաստանի նման։ Ադրբեջանն այլ դեպք է, քանի որ նրանք ավելի ուժեղ են եւ բացի այդ նրանց հետևում կանգնած է Թուրքիան։ Ոչ Վրաստանը, ոչ էլ Հայաստանը ուժեղ դաշնակից չունեն։ Ֆորմալ առումով իհարկե Հայաստանը դեռևս ունի երկկողմ համաձայնագիրը Ռուսաստանի հետ, բայց չգիտեմ հայերի գործն է որոշել Ռուսաստանը իրենց դաշնակիցն է, թե ոչ։ Այս իրավիճակում, եթե պատերազմի ավարտից հետո ձևավորվի երկբևեռ աշխարհակարգ, վտանգավոր վիճակում կհայտնվենք։ It's extremely difficult for small states like us to navigate and play the interests of great powers against each other. Քանի որ երկբևեռ աշխարհում մեզ նման փոքր պետությունների համար չափազանց դժվար է կողմնորոշվել եւ մեծ տերությունների շահերը հավասարակշռել։ Հիմա դա շատ ավելի դժվար է լինելու։ Make a tough choice, either one block or another. Եվ մենք կարող ենք ստիպված լինել դժվար ընտրություն կատարել, լինել մեկի կամ մյուսի հետ, լինել այս կամ այն բլոկի անդամ։ Մենք կարող ենք ստիպված լինել միանալ մյուս ռուս-չինական բլոկին։ Պետք է պատրաստ լինենք ամեն ինչի, ամենավատ սցենարների։ And if we stand together, stick together, maybe three of us. If it doesn't work, then at least two of us, Armenia and Georgia. Եվ եթե միասին լինենք, միասին մնանք, գուցե 3-ով, եթե դա չստացվի, ապա առնվազն 2-ով Հայաստանն ու Վրաստանը, ապա մեզ համար ավելի հեշտ կլինի մեղմել այս հնարավոր վնասը եւ դիմակայել այս հնարավոր արտաքին ճնշմանը։ One thing is clear that South Caucasus is too important to be ignored. Մի բան պարզ է, Հարավային Կովկասը չափազանց կարևոր է այն անտեսելու համար։ Եթե ինչ-որ բան պատահի, եթե ինչ-որ բան փոխվի եւ անկասկած դա տեղի կունենա, մեր տարածաշրջանը կկրի դրա ազդեցությունը։ Մեզնով հետաքրքրված են Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը։ Անկասկած մեր տարածաշրջանի համար կպայքարեն մեծ տերությունները։ Ամերիկացիները, իհարկե ռուսները, հիմա նաեւ չինացիները, ինչը շատ կարևոր է հիշել եւ նշել։ Այսպիսով, ինչ անել։ It's very important to keep in mind. So what to do?
I truly believe that we can survive only if we stay together. Ես իսկապես հավատում եմ, որ մենք կարող ենք գոյատևել միայն այն դեպքում, եթե միասին մնանք եւ հնարավորին չափ օգնենք միմյանց։ Փոփոխությունները, կարծում եմ, կլինեն շուտով, անխուսափելի են։ Մի քանի տարի անց մենք դա կտեսնենք։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե Վաշինգտոնում խաղաղության համաձայնագիրը նախաստորագրելով խաղաղությունն արդեն հաստատվել է։ Վրացի մասնագետը կարծում է, Փաշինյանի զիջումները բացում են Ալիևի ախորժակը։ Ես այստեղ մեկ վտանգ եմ տեսնում։ Շատ լավ էր ամերիկացիների ներգրավելը, քանի որ Ամերիկան միակ ուժն է, որը կարող է երաշխավորել խաղաղություն եւ անվտանգություն տարածաշրջանում։ Եվրոպացիները չեն կարող։ Եվրոպան ոչ ուժ ունի, ոչ էլ քաղաքական կամք Եվրամիության սահմաններից դուրս անվտանգություն ապահովելու համար։ Նույնիսկ Եվրամիության ներսում նրանք չափազանց կախված են ամերիկյան պաշտպանությունից։ Ինչու պետք է ամերիկացիները հետաքրքրված լինեն։ So this is a key point now. When Trump did that, when he invited both Aliyev and Pashinyan to the White House and they signed this agreement, okay, is Trump going to follow it to the end or not? This is a very interesting question. Դա հիմա ամենակարևորն է։ Հիմա երբ Թրամփը հրավիրեց երկուսին Ալիևին եւ Փաշինյանին Սպիտակ տուն եւ նրանք ստորագրեցին այս համաձայնագիրը, ամենահետաքրքիր հարցն այն է, թե Թրամփը մինչեւ վերջ կհետևի այս գործընթացին, թե ոչ։ Եթե նա մինչեւ վերջ հետևի, ապա հուսով եմ, որ մեր տարածաշրջանում խաղաղություն կլինի։ Եթե ոչ, ապա այսպես ասենք, այնքան էլ լավ չի լինի։ Այս փուլում սա հիմնական հարցն է։ Ինչպես հասկանում եմ, վարչապետ Փաշինյանը փորձում է ցույց տալ արտաքին աշխարհին, այդ թվում առաջին հերթին ամերիկացիներին, որ Հայաստանը խաղաղ երկիր է եւ Հայաստանը բաց է ավելի շատ զիջումների համար։ Միաժամանակ վախենում եմ, որ Ադրբեջանի կառավարությունը կարող է դա ընդունել որպես թուլության նշան։ Նման ռիսկ կա։ Միաժամանակ մենք պետք է բախվենք մի պարզ փաստի։ Դժբախտաբար Հայաստանը պարտվել է պատերազմում, եւ երբ դու պարտվում ես պատերազմում, պետք է որոշ զիջումների գնաս։ Բայց Հայաստանը շատ զիջումների գնաց, շատ զիջումների արտաքին աշխարհին ցույց տալու համար, որ խաղաղ երկիր է, որ ձգտում է խաղաղության։ Հիմա գնդակն Ադրբեջանի դաշտում է, եւ եթե նրանք հուսով եմ վերջապես որոշեն պաշտոնական Բաքուն որոշի, որ պետք է կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, ապա մենք տարածաշրջանում վերջապես խաղաղություն կունենանք։ If they hopefully official Baku decide that they have to fully normalize relations with Armenia, then wow, we're going to have peace finally in the region. Բայց նրանք պնդում են, թե Հայաստանի ամբողջ տարածքը ադրբեջանական է եւ Ադրբեջանի նախագահն է դա պնդում։ That's a matter of concern, of course. It's a matter of concern. Դա իհարկե մտահոգիչ է։ Այս առումով ամերիկյան ներգրավվածությունը կարող է փոխել խաղի կանոնները։ Եվ կարծում եմ, որ ձեր երկիրը իրականում շատ լավ փորձ ունի Վաշինգտոնում լոբինգի հարցում։ Դուք պետք է օգտագործեք ձեր բոլոր միջոցներն ու լծակները Վաշինգտոնում, որպեսզի նրանց հասկացնեք, որ ամերիկյան ներգրավվածությունը Հարավային Կովկասում շատ կարևոր է։ Անշուշտ նաև մեզ վրացիներիս համար։ Involvement in South Caucasus is very important. Also for us Georgians actually. Վաշինգտոնում հայկական լոբինգի ամբողջ թափը Փաշինյանն օգտագործել չի կարող, որովհետև կա Թուրքիայի եւս մեկ պահանջ՝ խզել Հայաստան-Սփյուռք կապը։ Ու այս պահանջի հիմքում եղած պատճառներից մեկն էլ հենց սա է՝ զրկել Հայաստանին Վաշինգտոնում ունեցած իր ուժեղ լծակներից։ Ինչ կլինի, եթե մենք այստեղ ամերիկյան ներգրավվածություն ունենանք, բայց նաև, ինչպես քիչ առաջ նշեցիք, Ռուսաստանը ցանկանա վերադառնալ այս տարածաշրջան։ Արդյոք սա մեր տարածաշրջանն ավելի վտանգավոր չի դարձնի։ Նկատի ունեմ բոլորին մեր այս փոքր տարածաշրջան բերելը լավագույն լուծումն է։ The best solution of course would be full reconciliation between Armenia and Azerbaijan. Լավագույն լուծումը իհարկե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև լիակատար հաշտեցումը կլինի, բայց կրկին այն հայտարարությունները, թե Հայաստանը Ադրբեջանի պատմական մասն է եւ այլն, իսկապես մտահոգիչ է։ Եվ այդ պատճառով, եթե դա չի փոխվում, նման հայտարարությունները շարունակվում են, ապա ձեզ անհրաժեշտ է ինչ-որ մեկը, որևէ արտաքին մեծ ուժ, որը խաղաղություն կբերի տարածաշրջանին։ Great power to bring peace to the region. Շարաշենիձեն հուսով է, որ գոնե այս գիտակցումն ուշքի կբերի Ալիևին, գոնե այս հեռանկարը տեսնելով եւ դրանից խուսափելու նպատակով Ալիևը կդրսևորի սթափ վարք։ Այս բոլոր հարցազրույցներն ամբողջությամբ հասանելի են Alpha News-ի լրատվական բոլոր հարթակներում։ Դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալություն ուշադրության համար։